Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին, դրանցում առկա են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ գնդապետ Աշոտ Զաքարյանը նշանակվել է Սիսիանի ռազմական ոստիկանության պետ։ Հստակ պահանջ, խիստ հանձնարարական, այսուհետ կառուցապատողները չեն ստանա շինթույլտվություն, եթե կառուցվող շինությունը հարմարեցված չլինի հասարակության բոլոր անդամներին։ Օգնություն Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին Սուրբ Հարության տոնին ընդառաջ մեկնարկել է ուրախ զատկի գիրը։ Օբամայի օդանավը պետք է վայրէջք կատարի Զվարթնոց օդակայանում։ Huffington Post-ը մատնանշում է հիմնավորումներն, ըստ որոնց Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պետք է այցելի Հայաստան ապրիլի 24-ին։ 3 առաջին, 1 երկրորդ և 3 երրորդ տեղ։ Գյումրեցիների հաջողությունները բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունում։ Այսօրի մարզային եթերում լրատվության ժամ է, բարև ձեզ։ Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ գնդապետ Աշոտ Զաքարյանին մարտի 30-ին նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ։ Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոն զբաղեցրել է 10 տարի, 1993-ից 2003 թվականներին։ Նա նաև մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել Կումայրի ջոկատի հրամանատարը։ Աշոտ Զաքարյանը հանդիսացել է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու։ Գյումրիում ավետիսյանների ընտանիքի դաշնան սպանդի գործով տուժողների իրավահաջորդների փաստաբանները ծանոթացել են դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին։ Այս մասին մեր աշխատակցի հետ զրույցում ասել է ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։ Ելնելով գործի նախաքննական շահերից, փաստաբանը թեև չի հրապարակել այդ եզրակացությունների բովանդակությունները, սակայն նշել է, որ դրանցում առկա են գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Հնարավոր է օրինակ վերականգնել այդ օրը ստեղծված իրադրությունը, բայց դրանց վերջնական գնահատական կարելի է միայն դատագենետիկական, ինչպես նաև համալիր դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո, ասել է Երեմ Սարգսյանը։ Հնարավորություն են տալիս բարձրել դեպքի հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ եղանակով, ինչ ուղղություններով ագրակոծել, փոխադրել
իրականացումը արդեն վերջնական տեսքով վերլուծություններ կատարվեն մեր կողմից, կհամադրենք բոլոր հանգամանքները իրար հետ և կունենանք գոնե որոշակի պատկեր, թե ինչ է տեղի ունեցել դեպքի վայրում։ Գենետիկականով որոշակի հանգամանքներ կան, որոնք խիստ էական են, նաև պատկերը դրանով մեր համար որոշ առմագությամբ հասկանալի լինի։ Ամեն դեպս մի քանի գենետիկական կա, այսին կողմից նշված համալիրը և արդեն նշանակված, որ կատարման փուլը հիմնական կատարվել է, դա զրկաբանական, քիմիական և հետքաբանական փորձաքննությունն է, որը նաև պետք է լրացուցիչի հարցին վերջնական պատասխան տրվեր ակուսների վրա հնարավոր արտիկների վերաբերյալ հարցերին պատասխան տրվեր և այլն։ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ ժամը 3-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել գոտկային ձախատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ Էդգար անունով։ Նախնական տվյալներով դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան Ֆոչի խաչմերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի հատկանիշներով կատարվում է նախաքննություն։ Շարունակում ենք թողարկումը։ ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայանում Մինսկի խմբի համանախագահներն այսօր հաշվետվություն են ներկայացնելու Լեռնային հակամարտության վերաբերյալ։ Սպասվում է, որ հիմնական անդրադարձը լինելու է միջնորդների գործադրաջանքերին, ինչպես նաև վերսկսված բախումներին։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկն այս մասին տեղեկացրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մեր առաջնահերթությունը պետք է դառնա, գրել է դիվանագետը։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ղարաբաղի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։ Հովսեփ Անդրեասյանը զոհվեց մարտի 29-ի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի ակածգնդակից։ Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք
Օբամայի օդանավը ևս պետք է վայրէջք կատարի Երևանի Զվարթնոց օդակայանում։ Այդպիսով Օբաման հնարավորություն կունենա դառնալու Միացյալ Նահանգների միակ նախագահը, որը կայցելի Հայաստան և այլ երկրների ղեկավարների հետ կոչի ամերիկյան Huffington Post-ը մատնանշում է այն 10 հիմնավորումն, ըստ որոնց Սպիտակ տան ներկայիս ղեկավարը պետք է այցելի Հայաստան։ Հիմնավորում, թե ինչու Օբաման ապրիլի 24-ին պետք է այցելի Հայաստան, վերտառությամբ հոդված է տպագրվել ամերիկյան հեղինակավոր Huffington Post-ում։ Պարբերականը գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք երկրների ղեկավարների հրավիրել է Երևան ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությանը և հավելում, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Կիպրոսի և Բելառուսի նախագահները արդեն ընդունել են հրավերը, և այդ քայլին պետք է հետևի նաև Բարակ Օբաման։ Միացյալ Նահանգների թիվ 1 ինքնաթիռը ապրիլի 24-ին պետք է վայրէջք կատարի Զվարթնոց օդանավակայանում, ավելացնում է Huffington Post-ը։ Հիմնավորումներից մեկը պարբերական համարում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը, դրա ճանաչումը որպես ցեղասպանություն 1951 թվականին ամերիկյան կառավարության միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթով։ 100-ամյա տարելիցը կարող է լինել Օբամայի վերջին հնարավորությունը վերագտնելու ամերիկյան հանրության վստահությունը ընդհանրապես և հայկական համայնքին մասնավորապես։ Իր այցով Օբաման կարող է թույլատրել ստիպել ապաշրջափակելու Հայաստանը և ի պատասխան հակամարտությունը սրելու Բաքվի գործողությունների հաստատել Վաշինգտոնի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Այցը կօգնի հավասարակշռել Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները, մանավանդ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո։ Միացյալ Նահանգների նախագահը Երևանում հնարավորություն կունենա նաև հանդիպելու իր ռուս պաշտոնակցի Վլադիմիր Պուտինի հետ և ուկրաինական ճգնաժամի պատճառով կարիք չի լինի այցելել Մոսկվա և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։ Ամփոփելով հոդվածը պարբերականը նշում է, որ Օբամայի այցը Հայաստան պատմական կհամարվի, քանի որ կլինի Միացյալ Նահանգների նախագահի առաջին այցը Հայաստան։ Գրիշ Աղաջանյան, Գևորգ Նահապետյան, այսօր։ Օբամայի ամենահայտնի լուսանկարի և նախագահական ընտրարշավում «Այո, մենք կարող ենք» լուսանկարների գրքի հայազգի հեղինակ Սքաութ Հուֆենկյանը պատրաստվում է հայկական համայնքը պատկերող գիրք հրատարակել։ Ամերիկայի ձայնի ռեպորտաժը։
Բարակ և Միշել Օբամաների գրկախառնված այս լուսանկարը Թվիթերում ամենաշատ տարածված, իսկ Ֆեյսբուքում երբևէ ամենասիրված լուսանկարն է։ Այն հրապարակվել էր Օբամայի նախագահական երկրորդ արշավի հաղթանակից հետո, ևս 4 տարի վերնագրով։ Այս լուսանկարի հեղինակը ամերիկահայ ֆոտոլրագրող Scout Թուֆենկյանն է։ I had photographed him at a couple of events, but the first time we really talked was this. So I was in Austin. Հիշում եմ մեր առաջին զրույցը Օբամայի հետ։ Ես լուսանկարում էի նրա Տեխասի ելույթը, որտեղ Օբաման նախագահական ընտրաշավից 2 տարի առաջ ելույթ ունեցավ հսկայական հանրության առջև։ Միջոցառումից հետո անցնում էի փողոցը դեպի մեքենաս, երբ իմ առջև հայտնվեց հասարակ մի ավտոմեքենա։ Դուռը բացվեց, դուրս եկավ Օբաման խոսքերով. «Հեյորորդ, հուսով եմ, որ դու այսուհետ ինձ միշտ պետք է լուսանկարես»։ Ներկայացավ, հարցրեց անունս, այնուհետև նստեց մեքենան և հեռացավ։ And he's sitting there and he goes, you're gonna follow me everywhere I go. And I was like, yes, sir. Այսպես Թուֆենկյանը դարձավ ապագա նախագահի ընտրաշավը լուսաբանող առաջին անկախ ֆոտոլրագրողը։ Նա այնուհետև պետք է հրապարակեր Օբամայի ընտրաշավի «Այո, մենք կարող ենք» լուսանկարների գիրքը։ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ նախագահի կերպարը բնորոշող ամենահայտնի լուսանկարի հեղինակ Scout Թուֆենկյանը թերևս սեփական ակունքներն ու ինքնությունը ճանաչելու հետքերով 4 տարի առաջ սկսեց աշխարհասփյուռ հայ համայնքի լուսանկարների իր նախագիծը։ Mother is Irish American and my father is Armenian. My father Մայրս իռլանդացի ամերիկացի է, հայրս ամերիկահայ։ Իմ նախնիները գաղթել են Թուրքիայից 1800-ականների վերջին։ Միացյալ Նահանգներում մեծանալով, երբ ազգանունը Թուֆենկյանը, ամենուր քեզ հարցնում են, թե որտեղից ես։ Այսպես հաճախ առաջ էր գալիս իմ հայկական ծագումը, սակայն թե ինչ է նշանակում հայ լինել հարցին, ինքս էլ չէի գտել պատասխան։ Թուֆենկյանը հաճախ է հիշում Բոստոնում իր հայ տատիկ պապիկի հետ անցկացրած մանկությունը։ or tea and they'd talk and Հիշում եմ հաճախ տատիկիս հետ այցելում էինք իր ընկերուհիներին։ Նրանք զրուցում էին, իսկ ես ինձ զբաղեցնում էի հայկական ամսագրեր թերթելով, որտեղ միշտ գրվում էր ցեղասպանության մասին։ Դեռևս այն ժամանակ ինձ մոտ ծագեց ցեղասպանությունը վերապրած աշխարհասփյուռ հայերի հաջորդ սերունդների պատմությունը պատմելու գաղափարը։ Օբամայի ընտրաշավի մասին գրքի հաջողությունը ուղղի հարթեց Scout-ի հաջորդ, միայն աշխարհը կար խորագրով լուսանկարների գրքի համար։ Կարծում եմ անչափ կարևոր է, որ մենք հայերս գիտակցենք, որ մենք ոչ միայն պետք է սգանք մեր անցյալի մասին, այլ նաև միաժամանակ կարողանանք տոնել մեր կենսունակությունն ու
հետևելու կարողությունը։ Թերևս սա է Սքաութ Թուֆանկյանի գրքի ուղերձը։ Գիրքը լույս կտեսնի ապրիլին, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին։ Ինես Մխիթարյան, Ամերիկայի ձայն, հեռուստահանդես։ Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված 5 անձի մեղադրանքի առաջադրվել վարձու անձանց խմբով սպանություն իրականացնելու կասկածանքով, հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ քննությունը բացառել է վարձու սպանության վարկածը։ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերը օդային մի շարք հարվածներ են հասցրել շիա ապստամբ հուսիների դիրքերին, զոհվել են տասնյակ փախստականներ, այս եւ այլ լուրերի հետևեք տեսաշարով։ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերը օդային մի շարք հարվածներ են հասցրել ապստամբ շիա հուսիների դիրքերին, զոհվել են տասնյակ փախստականներ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Եմենի արտգործնախարար Ռիադ Յասինն էլ խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրել է զինյալներին։ Միաժամանակ ռմբակոծվել է Եմենի նախագահի Ադենի նստավայրը, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Իդեպ նախագահական նստավայրը գտնվում է Ռուսաստանի բանական հարևանությամբ։ Հարկ է նշել, որ ապստամբ շիա հուսիները վերահսկում են Եմենի տարածքի մեծ մասը, այդ թվում մայրաքաղաք Սանան։ Այսօր 6-յակի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ սահմանած վերջնաժամկետն է։ Խորհրդակցությունները մասնագետների մակարդակով շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ այսօր պետք է անցկացվեն 7 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։ Հիմնական տարաձայնությունը վերաբերում է հարստացված ուրանի պահպանմանը։ Թեհրանը ցանկանում է, որ միջուկային վառելիքը մնա երկրում, մինչդեռ արևմտյան բանակցորդները կարծում են, որ այն պետք է դուրս բերվի երկրից։ Իրանը նաև պահանջում է չեղարկել պատժամիջոցները համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Մյուս կողմերը պնդում են, որ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարել աստիճանաբար։ Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ավիավթարը ապահովագրական ընկերություններին կարժենա մոտ 3 միլիոն դոլար։ Այս գումարի մեջ մտնում է ոչ միայն ավիավթարի զոհերի հարազատներին հատկացվելի գումարը, այլև փրկարարական աշխատանքների ինքնաթիռ արժեքի եւ մարմինների գենետիկական փորձաքննության ծախսերը։ Հարկ է նշել, որ 300 միլիոն դոլարը 2 անգամ գերազանցում է ավիաղետների պարագայում գոյություն ունեցող ստանդարտները։ Իդեպ այսօր Bild ամսագիրը առաջ է քաշել մի վարկած, ըստ որի Անդրեաս Լյուբիցը վախենում էր հոգեկան խնդիրների պատճառով կորցնել օդաչուի արտոնագիրը։ Քննիչների կարծիքով դա նարագործողությունների հիմնական շարժառիթն է եղել, իսկ երեկ Դուսելդորֆի դատախազությունը հայտարարել էր, որ Անդրեաս Լյուբիցը ինքնասպանական հակումներ է ունեցել եւ նույնիսկ համապատասխան բուժում է ստացել։ Սոֆիայի
Տերյան Արտյոմ Պողոսյան այսօր։ Դրվել է հստակ տրվել խիստ հանձնարարական։ Այսուհետ կառուցապատողները չեն ստանա շին թույլտվություն, եթե կառուցվող շինությունը հարմարեցված չլինի հասարակության բոլոր անդամներին։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է թեքահարթակներին։ Գյումրու հաշմանդամների ասոցիացիայում գրանցված է հաշմանդամություն ունեցող 8300 քաղաքացի։ Նրանց մեծ մասն ունի հենաշարժողական խնդիր և անվասայլակով չի կարողանում քաղաքում ազատ տեղաշարժվել։ Գյումրին նաև անվասայլակով տեղաշարժվողներին հարմարեցված փոխադրամիջոց չունի։ Հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում շարունակում են բախվել ամենատարբեր խնդիրների առաջնային է սակայն մնում քաղաքի անմատչելի լինելու հանգամանքը։ Մեծ դժվարություններ ունեն հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողները։ Թեքահարթակը պետք է լինի համապատասխան միջազգային չափանիշներին։ Կարողանա հաշմանդամը ազատ շարժվել, բայց կան թեքահարթակ դրել այնպես բարձր թեքահարթակ է, հաշմանդամը այդտեղ չի կարող բարձրանալ։ Բարձրացված խնդիրները քննարկվել են կառավարությունում կայացած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում։ Դիմերին առաջարկվել է լուրջ հսկողություն սահմանել այս հարցում։ Կառուցապատող կազմակերպությունները չպետք է ստանան դրական եզրակացություն իրենց աշխատանքի իրականացման հարցում, եթե թերացել են հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար թեքահարթակ կառուցել։ Վարչապետի կողմից նվստակ հանձնարարական տրվեց և մեր քաղաքաշինության նախարարությանը և մարզպետարաններին և նաև առաջարկություն տեղական ինքնակառավարման մարմիններին, որ ցանկացած կառուցապատման դեպքում առաջին հերթին հաշվի առնվեն հաշմանդամություն ունեցող անձանց և մասնավորապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքները և մեր կարևոր խնդիրը մատչելի միջավայր ստեղծելն է։ Մեկ օրվա լուծելիք խնդիր չի, բայց ամենակարևորը, որ այս մոտեցումը, այս ամրագրված է բոլոր այն աշխատանքներում, ծրագրերում, որոնք պիտի իրականացվեն։ Սա շատ հստակ հանձնարարական է տրվել հանրապետության վարչապետի կողմից և կարծում եմ, որ մենք առաջիկայում հնարավորություն կունենանք նաև այդ արդյունքների տեսանելի, ավելի տեսանելի տեսնել։ Օրինակ, մեկը ուզում է ինչ-որ խանութ, այդ մարդուն պետք է պարտադրել, որ այդ խանութի դիմաց պետք է լինի թեքահարթակ։ Մինչև դա չկառուցես, քեզ շին թույլտվություն չենք տալիս։ Այս հարցը Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի միշտ էլ եղել է իրենց ուշադրության կենտրոնում։ Նա թեքահարթակ կամ հաշմանդամություն ունեցողի համար բավարար
պայմաններ չի ապահովել, չի ստացել չի թույլտվություն Պարտադիր կերպով մեր մոտ նախագծեր ներկայացնելուց պահանջ է տրված, որպեսզի թեկահարտակի հարցը անպայման ներառված լինի այդ նախագծերի մեջ։ Եթե չի ներառվում, մենք չենք հաստատում։ Հենաշարժողական խնդիրներ ունեցողները Գյումրիում միայն սպասարկման կամ հոգևոր մշակութային օբյեկտներից օգտվելու դժվարությունը չէ, որ ունեն։ Նրանք նաև քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու հնարավորությունից են զրկված։ Համապատասխան փոխադրամիջոց չկա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խոստանում է խնդիրը քննարկել։ Չկան համապատասխան տրանսպորտային միջոցներ, որովհետեւ սայլակավոր հաշմանդամները կարողանան բարձրանալ։ Ես նաև խնդիրը ձեր նշած քննարկեմ եւ մարզպետի եւ քաղաքապետի հետ։ Կարծում եմ, որ պետք է նաև այդ ուղղությամբ քայլարվի, ինչպես Երևան քաղաքում իրականացվել եւ նաև շարունակական ծրագրեր նախատեսվում։ Հաշմանդամություն ունեցողներն այս սոցիալապես անբարենպաստ պայմաններում են ապրում, հիմնականում գործազուրկ են եւ ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է։ Գյումրու հաշմանդամների ասոցիացիան տարիներ առաջ փորձել է զբաղվածության խնդիր լուծել։ Այս փոքրիկ տարածքում հիմնվել է կարի ֆաբրիկա։ Պարբերաբար աշխատեցինք, կանգնեցինք, հիմնական պատճառը սպառումն է։ Կարի ֆաբրիկա կարում ենք կանգնային պարագաներ։ Աշխատում էին 15-ից 20 հոգի, բայց կարող ենք ընդլայնել մինչև 30 հոգի հաշմանդամներ գրավել աշխատանքի։ Հիմնական պատճառը դա սպառումն է։ Սպառում չկա, շուկա չունենք։ Անցնող տարում առողջական խնդիրներ ունեցողներից շատերը սակայն գտել են աշխատանք, ընդգրկվել տարբեր սոցիալական ծրագրերում։ Պետական ծրագրերն ուղղված են եղել անմրցունակ խմբերի, մասնավորապես հաշմանդամություն ունեցողների զբաղվածության խթանմանը։ Շիրակի մարզում անցած տարի աշխատանք է գտել հաշմանդամություն ունեցող 40-ից ավելի քաղաքացի, հիմնական մասն ապահովել է ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական զբաղվածությամբ։ Արմին Այսյան, Խաչատուր Գևորգյան այսօր։ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցասեր երիտասարդաց միությունը և Շիրակի թեմի բարեգործական ջոկատը Սուրբ Հարության տոնին ընթരാճ իրականացնում է ուրախ զատիկ ծրագիրը։ Ակցիայի հիմնական նպատակն է Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել զատկի տոնին բնորոշ սննդամթերք։ Ծրագիրն իրականացնողները կազմել են փաթեթներ և դրանք ուղարկել տարբեր պաշտոնատար անձանց ու կազմակերպությունների, կրթական և այլ հաստատությունների։ Փաթեթում ներառված է մոտ 11,500 դրամ արժողությամբ սննդամթերքի ցանկ։ Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ տարին։ Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մարտի 30-ից և կավարտվեն ապրիլի 2-ին։ Իսկ ապրիլի 3-ին արդեն կկատարվի զատկական տոնին անհրաժեշտ սննդամթերքի բաժանումն անապահով ընտանիքներին։ Ուրախ զատիկ ծրագիր Գյումրու
սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Նամակները հղում ենք պատգամավորներին մասից ընդրված ավականում անդամներին, մարզպետարան, քաղաքապետարան և գործարար մարդկանց, խանութի տերը, հյուրանոցի տերը, որպեսզի նրանք կարողանան օգնել փոքրիկ փաթեթներ կազմում ենք և ընտանիքներին տրամադրենք և ասեմ, որ փաթեթը շատ մեծ չէ, ընդամենը 11,507 դրամի չափով է գնումներ կատարել պետք։ Նաև մեր քաղաքացիները, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ հնարավորություն ունեն բարեգործություն անելու, մանավանդ պահքի շրջանում, որ մարզան և գտության շրջան է նաև, կարող են կապնվել մեզ հետ կամ փաթեթը գնած ավելանքներ տան կան եթե ժամանություն են գումար կարող են տալ։ Նպատակը այն է, որ սոցիալապես անապահով ընտանիքները մյուս միջին խավի և բարձր խավի նման կարողանան նշել այդ գեղեցիկ քրիստոնեական տոնը։ Եղավ այնպես, որ խղճահարությունը ոչ միայն ցանկություն առաջացավ աջակցել մյուսներին, ինչպես նոր տարվան ենք աջակցում և աշխատանքներ սկսել ենք մոտ 2 շաբաթ առաջ, պատրաստել ենք նամակներ և տրամադրել ենք պաշտոնյաներին և ոչ միայն տարբեր կազմակերպությունների, որոնք կցանկանան աջակցել մեզ։ Մարզական մեկ լուր ավարտվել է բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որտեղ Գյումրին հանդես է եկել 11 մասնակցով։ Նրանցից 7-ը գրավել են պատվավոր տեղերը, վաստակելով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնագետները գոհ են եղել արդյունքներից, քանզի ինչպես իրենք են նշել, գյումրեցի բռնցքամարտիկները կարողացել են արդարացնել սպասելիքները։ 3 առաջին, 1 երկրորդ և 3 երրորդ տեղ։ Ահա այսպիսի արդյունքով են վերադարձել գյումրեցի բռնցքամարտիկները մեծահասակների Հայաստանի առաջնությունից։ Մասնագետների գնահատմամբ 7 մեդալակիր ունենալը բավական գոհացուցիչ արդյունք է։ Հայաստանի վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանի խոսքերով գյումրեցի բռնցքամարտիկները պատվով են կատարել իրենց առաջ դրված խնդիրը և կարողացել են արժանավայել հանդես գալ։ Հանրապետության առաջնության մենք մասնակցել ենք 11 մասնակիցներով, որից 4-ը մենք պարտություն կրեցին, իհարկե պարտություն իսկական պարտություն ասում է ռինգից հաղթած ցուսական ճիշտ է պարտավոր, բայց հաղթած մենք գոհ ենք իրանցից դրա աշխատանքներից։ Իսկ մնացածները գրավեցին 3 առաջին տեղ, 3 երրորդ և 1 երկրորդ մրցանակ։ Սերունդի դուրս գալիս լավ երեխեք են, ուսումնած երեխեք են, բարդաճանաչ երեխեք են, աշխատասեր երեխեք են։ Գյումրու քաղաքապետարանի սպորտ
բաժնի պետ Մեխակ Ղազարյան ևս դժգոհ Գյումրեցի բռնցքամարտիկների Հայաստանի առաջնությանը ցուցաբերած արդյունքներից։ Նա նաև նշեց, որ Արման Հովիկյանը ևս կարող էր մեդալակիր լինել, եթե վնասվածք չունենար։ Մրցաշար համարվում նախորդ օլիմպիադական տարվա համար հավաքականը ձևավորելու համար առաջատար բռնցքամարտիկներից մեկը Արման Հովիկյանը գծի վնասվածք է ստացել, որի պատճառով հիմա որ հավակնոց դեր առաջի տեղի եւ իր տեղը պահում է հավաքականի կազմում որպես առաջի համար հիմա հրատապ օպերացիային անելու գիտե վնասվածքը վերականգնելու համար կարողանա մասնակցել հետագա մրցաշարին։ Երկրորդ տարիներ դուք գիտեք նման արդյունքներ բռնցքամարտի մասով ասած չի ապահովել, բայց հիմա այս երկու տարի շարունակական ձևով մենք մեր առաջատար դիրքերը պահում ենք։ Բռնցքամարտիկների խոսքերով մրցապայքարն այնքան էլ հեշտ չի եղել, իսկ մեդալ նվաճելն առավել քան դժվար։ 3-4 անգամ Հայաստանի առաջնության հաղթող եմ ճանաչվել, իսկ այս անգամ Հայաստանի առաջնությունը, որ հաղթեցի, բարձր մրցակցություն է, ինչպես միշտ, սակայն կարողացա հաղթանակ տոնել։ Այս տարբերությունն եմ երկում են համար, հաղթել են նրանց առավելագույն արդյունքով։ Հիմա պատրաստվում ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Երկուսին եմ հաղթել, մեկը նոր էր սեպարաբել, բոքսով զբաղվել, իսկ մյուսը իմ տարիքին էր, կարելի ասել նոր է մտել մեծահասակների մեջ։ Հիմա մեր բոլորի խնդիրը օլիմպիադային նվաճելն է։ Մամեկ Գաբրիելյանի կարծիքով ներկայումս գյումրեցի բռնցքամարտիկները մի խնդիր ունեն, որը կապված է նոր մեթոդների կիրառման հետ։ Բռնցքամարտի որակն է հարկավոր բարձրացնել, որակը մեր իրոք այսօր արդեն մեր միջազգային մրցաշարում բավական մեծ հեղինակություն են վայելում հայ բռնցքամարտիկները, արդեն սկսել են հաշվի նստել հայ բռնցքամարտիկների նորությունները փոխվել, նոր մեթոդներով են աշխատում։ Իդեպ առաջիկայում բռնցքամարտիկները պատրաստվում են մասնակցելու Իսպանիայում կայանալիք միջազգային մրցաշարին։ Լուսինե Պողոսյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Թողարկման ավարտին ևս մեկ լուր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որ Ռուբեն Հայրապետյանն ընդունել է հրաժարականի դիմումը։ Եթերում այսօրի մարզային թողարկումներ, տաղավարում աշխատում էր Ելենա Ավետիսյանը, ցտեսություն։